այն մասից այ բրփեջ Ղարաբաղի բլիատներ, հերիքա, դու ինչ իրավունք ունես աննային բան ասես, Եռաբլուրը քո հոր հողատարածքը չի, դա պանտեոնա, պետական կառուցվածքա ու պետական մարմինները պիտի գնան, 30 տարի Եռաբլուրը եղել է ու կա, սկսի քո պապա, միակ տղամարդ Քոչարյանից այ բրփեջ, որ տկլոր տերևները վրեն կպցրած եկան, Քոչո Սերժո բանդան, Հեյդարի բջերը ու սեփականացրին Հայաստանի պետական ունեցվածքը ու տեսնել գույք պարտքի դիմաց տվեցին ձեզ շինող ռուսներին, սկսի դրանից ու բանից, Քոչոյի ու Ռիտուլիկի, այսինքն Քոչոյի ու Սերժո բանդայի կնանիկից, որ երեխեքից հետ մեր նորածիններից է ծախեցին ու հիվանդանոցներն ու մեր ունեցվածքը այդ Ուկրաինայում, Ռուսաստանում, Իսրայելում, Պաղեստինում, որ հավասարացրել են հողին, Ուկրաինան հավասարացրել են հողին, այդ երեխաներ չէր զոհվում միլիոններով, թե նրանց մաման ձեր մամաների պես չէր, բայց երեխան գնում է հողը պայքարի, հողը պահի, տղամարդ որ ծնվում է, տղա ծնվում է, մենակ չպետք հայրենիքի զավակա հայրենիքը պահելու համար է, բայց կան որ տենց հետևները ճկում էիք, բաղարսի համար քիչ էիք ճկում, տարեք ձեր երեխաներին, ձեր անձնական գերեզմանոցներում, դա պետական պանթեոն է ու մեր բոլոր 30 տարվա զոհերի տեղն է, դա սրբավայր է, ոչ մեկ, ոչ մի քանի հատ սև անգրավ, որ ծախվում են, փողը տալիս են ու գլուխներն են դեմ են տալի Քոչո Սերժո բանդային, իրավունք չունեն այդտեղ լորջվելու ու ճորտվելու, քանի հազար զոհեր ունենք, դրանցից մի քանի հոգին են մայր, մնացածը պետեր, ես չեմ հասկանում, թե ձեր ճապ չեն հասկանում, որ ով է այս պատերազմը սարքել, ով է ստեղծել այս պատերազմն ու այս դրությունը, ով է երկրում այս խառնաշփոթն ու այս քաոսը ստեղծել, կարող ենք բանը ձեր նման ծախու արարածներ ենք չեն հասկանում, որը որից է, այդ ծախու շնորհակալներ, գիտեք չգիտենք, ինչքան ու ոնց ու ինչ ձեր եք ծախվում Քոչո Սերժո բանդային, բա խոսով ես խոսացեք, որ տերևները վրեն, տկլոր, առաջները կպցրած բոբիկ, տկլոր եկան ու դարձան Հայաստանի պետական ունեցվածքի 80%-ը, մյուսներն է ծախեցին իրանց պապա բանը Ռուսաստանին գույք պարտքի դիմաց, բախի չեք խոսում, թե իրանցից օգուտ ունեք, ձեր եկամուտը տեղից է գալիս, թե այդ 4000 կամ այդ առաջի պատերազմի զոհվածներից մենակ դու էիր, հա, էլ մնացած մայրեր չկան, այ քեզ բա բրփեջ մարդադարը մեկ է աննային է բան ասում, տոտու աննայի ոտիկակի հողը կլնես, այ բրփեջ, 30 տարի կերանք մեզ է, կերակ, այ խուժոններ, բակո բանը, միակ տղամարդ Քոչո Սերժո բանդային բան ասա, որ տկլոր տերևները վրեն կպցրած այդան կերան Հայաստանի ալփոսն ու հայաստանցիների բանը։ Այդքան ճիշտ խոսող էիք, բա ճիշտն ասեիր, բա ճիշտը գնայր Քոչոյի դեմն ասեիր, Քոչոյի դեմը, Քոչո Սերժո, քո պապա միակ տղամարդ Քոչո Սերժոյի դեմն ասեիր, թե վախենում էիք դառնալ պրիվրոպ Նաիրի Հունանյանից, բա չասիր Քոչոյին 30 տարի Ղարաբաղը բանը ծախեցիք ու վաճառեցիք, պատերազմ եղավ, մենք հաղթեցինք, բա ինչի գնացիք հրադադար ստորագրեցիք ու Ղարաբաղներ հանեցիք բանակցային սեղանից, խի Ղարաբաղը մերն էր, մենք կռվե հաղթել ենք, բայց Ղարաբաղը ոնց եղել է, տենց է մնացել է Ադրբեջանի կազմում, ոչ միացավ Հայաստանի, ոչ դառավ ինքնավար հանրապետություն, կամ դու բացի 30 տարի Ադրբեջանը 87% մեծ ընտիր զենք զինամթերքներ առնում աշխարհի բոլոր երկրներից զորանում է 87% կրկնում եմ, բա դուք ինչի 30-32% ռուսի հին մետալի ջարդումն եք բերում լծումը տեղ, այտենց են բանակ կազմավորում, այտենց են բանակ սարքում, քանդած թալանված երկիր տվեց Նիկոլը կարար 2-3 տարում էպիդեմիա պատերազմ կարար երկիրը բանը կերած երկիրը նորից վերականգնել դարձնել հզոր, ասկսի ճիշտը խոսալ, թե վախենում ես դառնալ բանը պրիվրոպ Նաիրի Հունանյանից, այդ մի քանի սևագրավներով որ հարձակվում եք աննայի վրա, բայց ես ասում 30 տարի մենք առաջի պատերազմից սկսած ինչքան զոհեր ունենք մինչև հիմա, կամ քանի յուղի չափ բաներ զենք զինամթերքի 3-4 յուղի չափ զենք զինամթերքի պահեստներ թողեցին ձեզ շինող ադրբեջանցիներին, բա չեք ասում այդ ով էր, այդ ծախու քաքի բոճկա գեներալները, որ $10,000 պագոններ էին առել Սեյրան Օհանյանից ու բանը մեր երեխեքին թողած փախնում են, 120,000 ղարաբաղցիներ, որ եթե 30,000 մնային, 30,000 տղամարդ մնար չփախներ, մեր հայ երեխաների վիճակն ու ճակատագիրը լրիվ ուրիշ կլներ, կամ այդ 4 հատ զենք զինամթերքի պահեստները, որ սահմանի մոտ թողեցին առանց կրակելու Թուրքին փախան, տեղը ամեղավոր Նիկոլը, թե քո ծախու Քոչարյանա Սերժա բանդայի, քո պապա միակ տղամարդ Քոչարյանա Սերժա բանդայի բջերն էին մեղավոր այդ գեներալ կոծվածները, որ չկարող չուզեցին միատրում շփրտել այդ զենք զինամթերքի պահեստների վրա, որ փակնեն, այդտեղ Աննան է մեղավոր, թե Բելան ու բանը Ռիտուլիկն են մեղավոր, բա որ տենց ճիշտ է, խի չես հելնում դրանց դեմն ասես, մեր երկրի պետական ունեցվածքի 80%-ը այդ տկլոր տերենները առաջները կպցրած Ղարաբաղի բջեր եկել եք ու դարձել եք երկրի 80%-ի սեփականատերը, բա երկիրը ոնց հզորանա, երկիրը ոնց կահավորվի, մանավանդ 3-4 տարում, երբ որ էպիդեմիա եղավ ու պատերազմ եղավ, բա ճիշտ աչքը թանելա, քո երեխային ով չի ուզում բանը երկրի ղեկավարը այցելի իր
իր երեխային թող հավաքեն տանեն իրանց սեփական գերեզմանոցներում։ Դա պետական պանթեոն է, ու դուք չեք թելադրում խաղի կանոնները, դա օրենք գոյություն ունի, երկրի օրենք, կամ 30 տարի մենք զինվորներ ենք բանարել, կորցրել։ Այդ որ մեկի մաման է հետևը կապել երեսը ու իր երեխուն դրել ծախու բանը դախլի վրա շրջանառության մեջ։ Սկսի քեզանից, կամ այդ գիպյուրով շորը, քո կարմիր բանը կոնսերվատորի պամադեն, անից մի հատ համեստ տպավորություն է, այդ մի 100 հոգով 4000 հոգուց 100 հոգի թելեք հետևները ճրակ, ի՞նչն է փոխելու։ Այ հայտնի մորից, անհայտ հորից բրբեջ, ոնց որ դու ես բանը հայտնի 700 երեխա ես բերել 700 մարդու, տենց էլ դու ես, սրանն նայի։ 4000 երեխաներից մենակ այդ մի քանի սևագրավներն էին դարել ծախուշականներ, չգիտեմ ինչով եք ծախվում ու ոնց եք ծախվում։ Սկսեք ձեզանից այ խուժաններ, մի հատ մեր երկրից Աշոտյան եղեք, կերակ մեր երկիրը, այն նորածին բարուներից էր, մարդ եք դարել, երկրի 80%-ը ձեզ շինող քոչոր Սերժո բանդայի տակնա, բան ունեք ասելու, հելեք իրանց ասեք, թե վախեն մեկը դառնաք Պրիվրոդ Նայիրի Մանյանից, թուրքի շինվածներ, չգիտենք Ռոբերտ Քոչարյանն ու Սերժո ում ոտի տակից եկան, Հեյդարի բանը, չամադան ու վեշ կրողներն են, հիմա եկե մարդ են դարել, հայերի ունեցվածքով ու հայերի փողերով։ Ինչ ես խզմզում, այդ ծախուշական, ինչ ես խզմզում, խզմզելու բան ունեք, 4 գյուղի չափ զենգզինամթերքի պահեսները հանձնեցիք ձեզ շինողներին ու փախակ։ Բոմժը դու ես, բերանը տակս, հա, բոմժ եք էլի, այ դիժվածք, բոմժ ես էլի, բա բոմժ չնես փողոցների բրբեջ քաշ կդաս։ Դավա, բանից, Ղարաբաղից թրակ եկաք ստեղ բանը, օրենք ու կարգ ու կանոն եք ստեղծել, բա քեզ շինող քոչի վաղ այդ կարգ ու կանոնը մոռացել էի, Պրիվրոդ Նայիրի Հունանյանից։ Դու մի հատ լոշություն եք, դուք պատիվ ունեք, այ բրբեջ, դուք պատիվ ունեք, դու կամ մեզ պատիվ ինչ ա, բա դու խի ես կպնում Աննային ճանաչում ես, այ վիժված, դու գիտես Աննանովա ինչ ա, ինչ չի, բա կպի քո քեզ ձեզ շինող ձեր միակ տղամարդ քոչո Սերժո բանդայի Բելային ու բանը Ռիտային, դու Նիկոլին կամ Աննային ինչ ես ճանաչում, կպի ձեր քաքի ոչկա, ծախուշական, քաքի ոչկա անգրադետ գեներալներին, որ 4 հատ գյուղի չափ զենգզինամթերքի պահեսները թողեցին ձեր շինող թուրքերին ու եկան, ինձ պետք է քեզ ճանաչեմ, քեզ պատիվ ունես, պատիվ ունենայի դու տենց կլնեիր, կծախեիր քոչո Սերժո բանդայի բջերին, հա, կծախվեիր քոչո Սերժո բանդայի բջերին ու իրանց բանը հարցազրույց կտայր Աննայի մասին, սկսի քեզանից, այ բրբեջ։ Լսում եմ ջան։ Հա, Նտիկին Նայրա, նորից բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հիմա կարող ենք հարցազրույց անել։ Հա։ Դե ձայնագրում եմ, տեսեք, այդ ձայնայինները, որ ձեզ ուղարկել են Աննա Հակոբյանի աջակիցները, մասնավորապես ձեզ համար ինչն է իրենց ասածներից խնդրահարույց ու ինչն է այդքան ձեզ խոցել ու նեղացրել։ Ինձ ամենաշատը նեղացրել է, որ հենց կբելին բարոյականությանը, հետո ինձ մեղադրում են նախկիններին ծախվելու մեջ, դա է ամենավիրավորականը, ես անընդհատ խոսելու եմ, ոչ մեկ իմ ցավը չի հասկանա, անգամ իմ ընտանիքի անդամները յուրովի են ցավը տանում, ամեն մեկս մի ձև ենք ցավը տանում, իրաց ասած այդ նախկիները ոչ Ռոբերտ Քոչարյանը ինձ ցավը կհասկանա, ոչ էլ Սերժ Սարգսյանը ինձ ցավը կհասկանա։ Դե համար ես եթե խոսում եմ, ուրեմն ցավից եմ խոսում, ես ատում եմ այս իշխանությանը, ես ատում եմ Նիկոլ Փաշինյանին, Աննա Հակոբյանին, այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը մինչև իշխանության գալը ինքը ասում էր Հայաստանը, Արցախը եւ վերջ։ Պատերազմից հետո ինքը ասեց մինչև պատերազմը ինքը ելույթով ասում էր որ պետք է պաշտպանենք մեր ընտանիքը, մեր հողը, մեր հայրենիքը, զինվորներին, կամավորներին ուղարկում էր մարտի տաշ, բայց դրանից հետո ինքը ինչ-որ մի ժամանակ հետո ասեց որ կունենանք նույն արդյունքը առանց զոհերի։ Հետո իրանք սկզբից ասում էին Արցախը, Հայաստանը եւ վերջ, հետո ասում են այդ տարածքը ճանաչում է որպես Ադրբեջանի կազմ։ Բայց ինչը փոխվեց ու հիմա իրանք մեղադրում են որ մենք կրտված չենք, մենք չգիտեմ ինչը փոխվեց այդ կար ժամանակահատվածում, որ եթե իրանք կրտված են ինչ կա դրա մեջ, ինչ իմացան դրանք, որտեղից իմացան դրանք, որ Հայաստանը,
Ադրբեջանը եւ վերջ։ Մի բան հարցեմ Տիկին Այրա, ի՞նչն էր վրդովեցրել Աննա Հակոբյանի աջակիցներին, որ հարձակվել էին ձեզ վրա եւ այդ ձայնայիններով եւ անձնական նամակներով ձեզ վիրավորում եւ սպառնում էին։ Անընդհատ իրանց այդ ամեն մի քայլը սխալ արարքը ես ցավից դուրս գալով բարձրաձայնում եմ, որ իրանք անընդհատ մեր բացվերքը չեն թողնում սպիանա, անընդհատ չեն սպիանալու, բայց անընդհատ իրանք փոխփոխում են այդ բերքը։ Իրանք Աննա Հակոբյանը չլինելով Նիկոլ Փաշինյանի փաստացիկին է, բայց ինքը մեծ ռեսուրսներ օգտագործում գալիս է մենակ իր օգնականների, տղաների հիշատակման օրն է, ծննդյան օրն է հիշելու համար, խոնարհվելու համար, բայց ախր չէ մենակ այդ տղեկով չեն, մեր տղեկ նոր գնացին պատերազմ, մեր տղեկ նոր զենք վերցրեցին, հանուն մեկի համար չէր, հանուն հայրենիքի, հանուն բոլորիս համար էր։ Դուք նեղացել եք, որ Աննա Հակոբյանը խտրականություն է դրել զոհերի մեջ եւ իր օգնականի միայն զավակի հիշատակն է հարգում, ձեր որդու հիշատակը չի հարգում։ Մենակ իմ որդունը չէ։ Ես ընտանուր բոլոր որդիների, ես կարող եմ իմ տղային ապրեցնել, ինչքան շունչս, ինչքան ես ապրեց, ինչքան շունչեցի, ես իմ տղային ապրեցնել եմ, բայց կան զինվորներ, կան հերոսներ, որոնք մոռացության են ենթարկվում, որովհետև նրանց մայրը կարող է այս սոցցանցերը չունեն, բայց ամեն մոր համար այդ մենջարելը հարգել է, ոնց որ այս մոտ կյանքում մեջ մի հատ մոմի լույս վառվի, ամեն ծնող իրան լավ կզգա, իր երեխեն հիշվում է, գնահատվում է, այդ երեխեքը չեն մոռացվում, հերոսները։ Դուք ինչ գրառում էիք արել, որից բորբոքվել էին Աննա Հակոբյանի մտերիմները։ Աննա Հակոբյանը բացի Գյումրի գալուց գնացել է Եռաբլուր։ Այնտեղ մեր ծնողների հետ հանդիպել, ծնողներին է տեսել Եռաբլուրում, դե այդ Եռաբլուրը, պանտեոնները, մեր երեխաների տունը դառել է մեր տունը, մենք ավելի շատ իրանց մոտ ենք, քան մեր տունը։ Մեր ծնողներից անգամ այդ ժամին եղել են իրանց երեխեքի շիրիմում մոտ իր երեխեքի այդ տունը, Աննա Հակոբյանին տեսնելով սկսել են բորբոքվել։ Սկսել են խոսել, չգիտեմ ինչ են խոսել, թե անիծել են, թե խոսել են, բայց հետո Աննա Հակոբյանը մի 40-50 րոպե լռելուց հետո բարձրանում է, որ գնա, ծնողների մեկը ասում է անգերեզման մնաս, այդ բառից ինքնազգելով դարել է ծնողին, այդ Facebook-ի մեջ գրելով եմ տեսել, ինչ-որ մեկի գրառման ժամանակ եմ տեսել, ես այդեղ ներկա չեմ եղել, որ այդ անգերեզման բառից ինքը վշտովել է, դառը մատը թափ տվել, ասել է դուք ձեր հալը կտենաք։ Աննա Հակոբյանը։ Կոնկրետ որ ծնողներն են եղել այդտեղ ներկա։ Կոնկրետ հիմա անունները չեմ հիշում, բայց գիտեմ, որ մեր ծնողին անգիր գիտեմ, անունը չեմ հիշում, որ ես ինամիս եմ իմ երեխուն մանեկի, բայց ինքը իր ամբողջական երեխու մարմինը մնացել է մորգում, բայց 2 տարուկես հետո են տվել երեխուն։ Տիկին Այրա, այսպես ձեզ որ մեղադրում են, ասում են Հա, Տիկին Այրա, կներեք, ձեզ մեղադրում են, ասում են, որ Եռաբլուրը ձեր տունը չի, դուք ձեր վիշտը նորմալ հարգեք եւ այլն։ Ես մի հատ կհիշեցնեք ձեր որդու մարմինը, որ ասում են ԴՆԹ-ի անալիզները չեք վերցրել, չգիտեմ ինչ եք։ Մի հատ կհիշեցնեք ձեր որդու մարմինը, ինչ պայմաններում ու երբ եք դուք գտել։ Ես իմ երեխայի մարմինը գտել եմ 9 ամիս անց, մինչև այդ իմ երեխայի մարմինը եղել է Աբովյանի մորգի հատակում շպրտված, դրանից հետո խնդրահարույցը դեպքը բացահայտելուց հետո ուղղատարել են Մարդունի։ Խոսքը պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված Աբովյանի մորգում։ Աբովյանի մորգում էր։ Ես 9 ամիս ոչ մի կառույց հանգիստ չեմ թողել, դռները անընդհատ ծեծելով, խնդրելով թեկուզ այդ կարգավիճակով, թեկուզ զոհված իմ երեխու մարմինը տանեմ հողին հանձնել, որպես ինքը հանգստանա, որովհետև 9 ամիս մենակ ես եմ զգացել, ինչ ցավի մեջ եմ եղել, 9 ամիս երեխայդ երազիտ կա, ասի մամա հոգնած եմ, հանգստանալ կուզեմ։ Ես 9 ամիս ես այդ կառույցների դռները ոչ մեկը հանգիստ չեմ թողել, իմ երեխուն մի վայրան շուտ գտնեմ, հողարգավորում իմ երեխու հոգին հանգստանա։ Կարծում եք այս կանայք, որոնք ձեզ մեղադրում են, որ չեք վերցրել ձեր որդու մարմինը եւ այլն, այս կանայք ինչից ելնելով են, հա, նման հայտարարություններ անում, ինչ որ ուղղորդմամբ են, թե նման համոզմունք ունեն, ինչից ելնելով են այսպես սառնասրտորեն ձեզ մեղադրում։ Թող իրանք բերեն աբացույցներով, ամենիշներով հաստատեն, որ ես իրոք եղել եմ այդ մարդը, ինչ որ ինձ մեղադրում են
Հայկական բարոյականության մեջ հայրը չի եղել, դրա համար եմ երախում բայ, բայց ես հիմա ես ունեմ իմ ապացույցները, որ հոր դենեթ անալիզը ավելի բարձր բանով տոկոսային հարաբերությամբ բռնի, քան իմը։ Բարձր։ Ինչ եք եզրակացնում այս ձայնայիներից եւ ձեր դեմ հարձակումներից, ձեր մի գրառման, դուք չավարտեցիք ձեր միտքը։ Եռաբլուրի այդ միջադեպից հետո դուք գրառում եք արել այդ թեմայով եւ դա էր բորբոքել Աննա Հակոբյանի աջակիցները։ Բանը ծանոթ էր դուք ձեր հալը կտենաք, որ էլինք մենք բախվի այդ ասույթին ու մենք ունեց Նիկոլ Փաշինյանն էլ մեզ ասեց, մի անգամ ապրիլի 12-ին լինելով Նիկոլ Փաշինյանի մոտ այն ժամանակ իմ երեխան հանետ կորած էր։ Ծնողների եւ այդ Արսեն Թորոսյանի հետ ինչ-որ լեզվակերպի բեղավ, այդ բանից բորբոքված Նիկոլ Փաշինյանը մատ թափտվեց մեր վրա, դուք կտեսնեք ձեր հալը ու մի անգամից հաջորդ օրը 62 նույնականացման զանգ եկավ, տենկայի համընկման զանգ եկավ, Այն դեպքում, որ մինչև այդ լեզվակռիվը, մինչև այդ այդ ժամանակվա խոսակցությունը, մինչև այդ բանը հասնելը, կռվի այդ պահը հասնելը, Նիկոլ Փաշինյանը մեզ ասում էր, որ կան տղաների պրոֆիլները բայց համընկնումներ չկան, քանի որ կարող է եւ տարբերակներ կա, որ ծնողը չի հանձնել։ Իսկ տարբերակ կա, որ կարող է հակառակորդի մարմիններն ենք բերել, թենկաները չի համընկնումներ չկան։ Պարզաբան ենք, այսինքն Աննա Հակոբյանի եռաբլուրում արտահայտած, որը դուք լսել եք, այդ խոսքը ձեզ հիշեցրել էր նույն Նիկոլ Փաշինյանի խոսքը ձեր այդ հանդիպմանը, ճիշտ եմ հասկանում։ Ես ասել եմ, որ Աննա Հակոբյան, արդեն մենք մեր հալը տեսել ենք, շատ այդ ձեր ասած դուք ձեր հալը կտենաք, մենք շատ ահավոր ձևի, մենք ցավ ենք տեսել, մենք բան ենք տեսել, ու մենք ամենաթանկն ենք կորցրել, մենք ձեր ասած դեր կտեսնենք ձեր հալը, մենք դրանից էլ չենք վախենում, մենք թանկը կորցրել ենք։ Մենք էլ ձեր այդ սարսափից այդ վախեցնելուց մենք էլ չենք վախենում, սպառնալիքներից մենք չենք վախենում, դուք եք պատասխան տալու, դուք վախեցեք, որ մի օր գալու է ձեր հատուցման այդ ձեր պատասխանատվության որ ամենադաժանն է լինելու։ Կներեք, փաստորեն ստացվում է ձեր այդ գրառումից ենթադրել են իշխանության աջակիցները, որ դուք ծախվել եք եւ ձեզ գնել են, հատուկ երկրորդ, երրորդ նախագահները ձեզ փող են տվել այդ ստատուսը գրառումը անելու համար, ճիշտ եմ հասկանում։ Այո, հենց ամեն մի խոսք ուզում ես խոսալ, այլակարծություն է կազմում մեր մեծ, որ ասենք մենք Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի այդ բաներով չենք գնում, իրանց հետ համամիտ չենք։ Ուրեմն ծախված եք։ Ուրեմն ծախված ենք, մենք քոչարանական ենք կամ սերժական ենք։ Մի բան թող հասկանան, որ իմ նման ծնողները հաստատ չեն վաճառում։ Ես նշեցու թողեմ, ես երբեք բարոյականությունը իմ համասակարգելի չէ։ Ես ընդհանրապես ամենաթանկ եմ տղային եմ կորցրել, ոչ էլ իմ այն տղայի այրանգինն եմ վաճառում։ Դուք չեք պատրաստվում այս սպառնալիքների, վիրավորանքների համար դիմել իրավապահ մարմիններին, դիմել դատախազություն։ Ես կպատրաստվեի, եթե մեր մեջ արտարությունը ասվածը իրագործված լիներ, արտարությունը լիներ, եթե ծնողը մի բաժակ ջուր շպելու համար մեղադրում է, զրկվում է եռաբլուր գնալուց, իր տղայի շիրիմին ածելելուց, էլ նորից մենք համարձակվենք, որ ամեն ինչը իրանց կողմն է։ Այսինքն չեք վստահում արդարադատությանը։ Արդարադատությանը չեմ վստահում։ Զուտ դրա համար չեք դիմում։ Թողում եմ Աստծուն եւ մենակ Աստծուն եմ խնդրում, որ թող իրանք մտածեն, որ եթե այս իշխանությունը հավերժ չէ, իշխանությունը մի անգամ եկել է, մի անգամ էլ գնալու է։ Թող մտածեն իրանք հետագա իրանք ապրելը ոնց են դասավորել, ոնց են ապրելու այդ խղճով այդ ծանր կարգավիճակում։ Երբ այդ ձայնայինները դուք ստացաք, դուք տեղեկացրել եք դրանք ուղարկող մարդկանց, օգտատերերին, որ դուք քայլերի եք դիմելու, դուք հրապարակելու եք այդ ձայնայինները, նրանք։ Ես ասել եմ,
իրանցից աբացուսները, որնոր իմ բարոյականության սեկմնում, ես իրանից աբացուսներ եմ ուզել, եթե ինքը չաբացուցե իր ամեն մի բառը, ամեն մի տառը, գալու է, որ ինքը պատասխան է տալու, ամեն մի բառը, ամեն մի խոսքի համար։ Պարզ է։ Լավ, շնորհակալ եմ Տիկին Այրա։ Եվ ուղղակի մի բան էլ ավելացնեմ, մոռացել ասենք նախկիներ իրանք որ ասում են անընդհատ իրանց 7 տարի ուզում են հասկանամ իրանց արած ամեն մի լավ գործը մի գործ որ իրանք արել են իշար Հայաստանի իշար հայ քաղաքացու թող ասեն այդ մի գործը ինչը որ իրանց մոտը չի ստացվում իրանք ասեցին Աստղը Հայաստանը եւ վերջ բայց հենց եկան իշխանության իրանք ադելով հայացքին հայ իրանք հանձնեցին մեկ քաշով իրանք ամբողջ Արցախը հանձնեցին Ադրբեջանին, որ Ադրբեջանը 30 տարի երազելով սպասում էր այս պահին, որ երբ Արցախը 5 ուղղակի փապակած էր սպասում, որ Արցախը մի օր Իրան հասնելու եւ մեկ քաշով դրեց կուտեղի վրա մեր երեխեքի Արոնեն հետը հանձնեց Արցախը Ադրբեջանին։ Ասում էր ինքը քաղաքացին մատերիալ չէ, տուգանքի մատերիալ չէ, բայց այսօր ամենաշատը քաղաքացին հենց տուգանքի մատերիալ է։ Ասում էր կանֆետ առաջ զինվորի շպրտում էին զինվորը քեզնից էր կանֆետը հավաքում, ինքը դարձեց կլուբնիկոդող բանակ։ Իսկ կլուբնիկոդող բանակում ամեն ամիս մենք ունենք ամբողջ հանգամանքներում զոհված զինվորներ, որոնք չգիտես ինչ հանգամանքներում են զոհվում, անունը դնում են ինքնասպան։ Այդ 10 տարի երեխան կյանքով լեցուն գնում է բանակ։ Ինչ է պատահում բանակում, որ այդ երեխան հասնում են կարգի այն աշխանի, որ դիմում է ինքնասպանության։ Ինչ գնահատական կտակ, հա, այն հասարակությանը, որի ներկայացուցիչները իրենց ունեն իրենց մեջ այն համարձակություն ասեմ, այն լկտիություն ասեմ, այն ըմբոստությունը, որ զոհվածի ծնողին, զոհված զինվորի ծնողին անվանում են Ղարաբաղից եկած բջեր, բրբեջ եւ նմանատիպ այլ վիրավորական արտահայտություններով։ Իրանք այդ ադելությունը հենց իշխանության կողմից եկա հենց իշխանությունը հենց իշխանության եկած հենց առաջորդանից հենց հայերի մեջ մտցրեց սևոսիպտակ արցախցի եւ հայաստանցի տարանջատումները հենց իշխանության ոչ ճիշտ կառավարման շնորհիվ է ամեն ինչը։ Ձեզ թիրախավորում են նաեւ, որովհետեւ Արցախից եք եկել։ Ես 25 տարի ապրել եմ Արցախում եւ ավելի շատ հիմա ցուցել եմ Գյումրի գալ, ծննդով ես գյումրեցի եմ, բայց հիմա երազում եմ լինել Արցախում, որովհետեւ իմ տղայի ամբողջ մանկությունը, իմ տղան վերջին անգամ նայեց Արցախի երկնքին, վերջին անգամ Արցախի երկին կտեսավ իմ տղայի լազուր աչքերը, վերջին անգամ իմ երեխու Այսօր բարոնը խոսեց Արցախ հողի վրա, ես չեմ մերժում, որ ես Արցախցի եմ, ես հենց Արցախցի եմ ու ես գնալու եմ Արցախը լինելու է մեր հայկականը, ով ինչ ձևի ուզում են տունի, թող իրանց ասածով ես լինեմ Արցախի, չգիտեմ, ամենավերջի անբարոյականը։ Շնորհակալ եմ։ Արցախը ինձ համար սրբավայր է, Արցախը իմ համար զուտ մենակ հայրենիք չէ, Արցախը իմ տղան է։ Շնորհակալ եմ։ Որովհետև իրանց սուրբարանը այդ հողի վրա է ներծծվել։ Շնորհակալ եմ, պինդ մնացեք Տիկին Այրա։